Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավետիս։ Բարև տեսանք։ Պարոն Ավետիս, այդպիսի տեսակետ կա, միշտ ասում են, որ արվեստագետները շատ ավելի հեռուն են տեսնում, շատ ավելին են զգում, փոխաբերական իմաստով ասած, երրորդ աչք ունեն։ Նախընտրական տրամաբանության մեջ ամենատարբեր խոստումներ են հնչում ուժեղ Հայաստան, բարգավաճ Հայաստան, ծովից ծով Հայաստանի մասին դեռևս ոչ ոք չի հայտարարել, բայց մինչև ընտրություններ դեռ ժամանակ կա, ինձ թվում է այդ մասին էլ կխոսեն։ Ընդհանուր առմամբ, ձեր այդ ամենատես աչքով, այդ երրորդ աչքով ինչ եք տեսնում, ինչ եք զգում, ինչի մասին են այս խոսակցությունները։ Դե ես շատ լավ ճանաչում եմ միջազգային քաղաքական դաշտը եւ եվրոպական բոլոր պետությունների եւ ամերիկյան իհարկե եւ ինձ համար շատ ավելի հեշտ է հասկանալ ինչա կատարվում հայկական իրականության մեջ այն որ պետքա չշտապել ինչ անում Նիկոլ Փաշինյանը կառուցում է պետություն որովհետեւ 30 տարի անցավ մենք պետություն չկառուցեցինք հիմա որ նա այս երկու ուժերի տարբերությունը մեկը ուզում է պետություն կառուցի, մեկը ուզում է պետությունը վերադարձնի սովետական միության, այդ միութենական պետություն տենց բան են գտել։ Հիմա հայ ժողովուրդը պետք է որոշի, ուզում է վերադառնալ, ասենք, Բելարուսի կարգավիճակում, որտեղ չկա արտաքին քաղաքականություն, որտեղ մերժված է ամբողջ աշխարհի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը նախ կուզեի ասել, որ Նիկոլ Փաշինյանը դա երևույթ է, դա սովորական մարդ չի։ Նա ֆենոմեն է, հայկական ֆենոմեն։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև ես շատ ուշադիր տեսա նայեցի եւ շատ լավ հետևում եմ պահվածքին, ինչ անում, ոնց անում։ Գիտեք ինչ, հայերը Հայաստանում ապրող հայերը հիմնականում ներքին բևերից են նայում ինչ որ կատարվում է, ինչ որ անում է։ Եթե փորձեք նայել արտաքին բևերից, թե ինչպիսին է եւ ինչ է անում եւ ինչպես է վարվում ժողովրդի հետ, այդ ավտոբուսով պատտվելը, այդ քաղաքում պատտվելը, որ ոչ մի քաղաքական գործիչ աշխարհում չի անում։ Այս դա ֆենոմենալ է։ Դա վերաբերմունք է ժողովրդին, ճիշտ եմ հասկանում, պարոն Ավետիս։ Գիտեք ինչ, այստեղ հայկական բամբասանքի բանում է գտնվում, տիրույթում է գտնվում քննարկումները, թե ինչպիսին է մեր ղեկավարը։ Իսկ ես դրսից նայելով տեսնում եմ, որ սա ֆենոմեն է, նմանատիպը չունեցողն է։ Եվ ինքը այսօր թելադրում է աշխարհին նոր քաղաքական դաշտ, նոր քաղաքական մոտեցումներ։ Եվ ոչ մի երկրում այսօր չկա նմանատիպ, օրինակ տեսեք, Պուտինը երբ որ հանդիպումներ Պուտինի հետ, ասեց, բա ոնց չեք կարող եւ ԵԱՏՄ-ում եւ Եվրոպայում լինեք։ Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ պատասխանեց, փաստը մնում է փաստ, որ մենք կարողանում ենք եւ ձեզ հետ եւ նրանց հետ։ Հա, այսօր երկրագունդը բաժանել են երկու մասի, չարերի եւ բարիների, պատժողների եւ պատժվողների, չէ՞։ Տեսնում ենք Իրանում ինչա կատարվում, Լիբանանում ինչա կատարվում, երկու տեղերներ մեր հայրենակիցները այնտեղ ապրում են եւ դժում են, իհարկե, այդ շատ մեծ տրագեդիա է, բայց այս խառը իրավիճակում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը քաղաքական կարողանում են լուծում գտնել։ Գիտեք ինչ, ամենակարևոր բանը լուծում գտնելն է կյանքում։ Այս իրավիճակում ինչպիսի լուծում գտնեք, հասկանում եք։ Հիմա ինձ մոտ ասենք այս իրավիճակն է, ես այս իրավիճակում պիտի լուծում գտնեմ, որ եթե երջանիկ չլինեմ, գոնե գոհ լինեմ իմ իրականությունից, հա։ Բոլորս գնում ենք դեպի երջանկության, բայց պետքա գոհանալ իրավիճակում ունեցած քո առավելություններով։ Եվ քանի որ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպումը հիշեցիք, այնտեղից մեջբերումներ արեցիք, պարոն Ավետիս, ինչի մասին էր այդ խոսակցությունը, ինչի մասին էին Վլադիմիր Պուտինի ակնարկները, դրանք պարզապես այսպես բարեկամական հորդոր էին, դրանք սպառնալիք էին ուժեղի դիրքից, դրանք ինչ-որ ձևով մեզ վախեցնելու միտում ունեին։ Ես կարծում եմ Կրեմլում կան երկու ուժեր, մեկը անձամբ Պուտինն է, եւ կա շատ ավելի վատ Պուտին, որը այդ FSB-ն է, այդ սրիկաներն են, սենց ասեն, նրանք ովքեր աշխարհը խառնում են։ Նրանք ում
ում չեն էլ մտածում, վայ, քանի հոգի այսօր մահացավ պատերազմի մեջ, ասենք ուկրաինացի, քանի հոգի ռուս մահացավ, իրանք թքած ունեն։ Տենց հատուկ ինչ-որ ինստիտուտ կա։ Ես կարծում եմ այդ հարցերը, կներեք, տուպոյի հարցերը, որ գրել տվել էին Պուտինին, նա էլ կարդում էր, նենց հարցեր էր տալիս, օրինակ այդ բանը, կմասնակցի, թե չի մասնակցի, ասենք ռուսական, ախր երեխաներ գիտի, որ օտար պետության քաղաքացին չի կարող մասնակցել եւ դառնալ վարչապետ։ Այսինքն Պուտին այդ ինչ հարց է տալիս։ Ես նկատեցի, որ մի պահ ինքը ջղայնացավ այդ հարցերի վրա, որ գրեր տվել էին իրան, ինքը պետք է այդ հարցերը տար։ Հա, բան արեց, այդ թուղթը շպրտեց։ Կարծում եք ինքը նախապես չգիտեր ինչի մասին պիտի խոսեր։ Ես կարծում եմ, գիտեք ինչ, ոնց որ նաև Նիկոլ Փաշինյանը ասաց, որտեվ նա զբաղվում է շատ մեծ, շատ գործերով, միգուցե կենտրոնանալու համար իրան պետք են այդ հարցերը, տեսեք, դուք էլ հարց տալուց առաջ գրում եք, չէ՞, ինձ հարց պետք է տաք ինձ։ Հա, որ ընթացքը լավ լինի։ Իրան էլ գրում տալիս են, ինքն էլ կարդում է, հա։ Ու անիմաստ հարցեր էր տալիս, բայց Նիկոլ Փաշինյանը հրաշալի, ֆանտաստիկ պատասխանեց բոլոր հարցերին, շատ թեթև, հանգիստ եւ ես հպարտացա այդ պահվածքով։ Բայց Սամվել Կարապետյանն էլ խայտառակություն որակեց այդ հանդիպումը։ Դե Սամվել Կարապետյանը, լսեք, եւ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, ես հիշում եմ Սերժ Սարգսյանն է մի օր ասեց մեր Հայաստանի Հանրապետության ղեկավարին, ասում է, ախր ով ես դու, որ չես գնում օդանավակայանում դիմավորես Պուտինին։ Ինքը մեր պետության ղեկավարն է։ Դուք չեք իմանում ինքը ով է։ Հասկանում եք։ Եվ փոխանակ հպարտանան, փոխանակ ուրախանան, փոխանակ ծափահարեն, ինչ ասեմ, մեծարեն, անկախ նրանից թե որ բևեռում եք։ Այսինքն մեր պետության ղեկավարը իրեն պահեց ղեկավարի պես, որովհետև Քոչարյանն է, Սերժն էր, գնում էին, լպստում էին, ինչ հնարավոր էր լպստելու ու գալիս էին, էս ա եղել իրանց պահվածքը։ Այսինքն իրանք զարմանում են, ոնց կարելի է լինել պետության ղեկավար, որովհետև իրանք պետության ղեկավար չեն եղել։ Այդ Սերժն է, Քոչարյանն էլ, այդ չգիտեմ, այդ Սամվել, այսեմ Տաշիր Սամոն, իրանք ոչ մեկն էլ չունեն ոչ մարդկություն, ոչ տղամարդկություն։ Նրանք բանի Պուտինի եւ Պուտինի համակարգի ծառաներն են։ Հա, հետեւաբար ոնց կարան իրանք հավանեին մեր պետության ղեկավարի պահվածքը, որը արժանապատիվ պահվածք էր։ Ինձ արժանապատիվ զգացի ես տեսնելով թե ինչ դեպի ամբողջ աշխարհը քննարկեց այդ պահվածքը, հրաշալի բաներ տվեցին, արձագանքներ եղան, թե ինչպես Հայաստանի Հանրապետության ղեկավարը բարձր քաղաքական դաս տվեց ամբողջ ռուսական այդ փտած համակարգին։ Սա բան էր, դաս էր, դե թող սովորեն, թե ոնց պետքա վարվել ղեկավարի հետ, չէ, իրանք վերևից են, գիտեք ինչ, ռուսական ձևը այդ նա, որ ոնց որ մեր բանակում էր, չէ, ստարիկ կար, այնտեղ կար մալադոյ, չերպակ կար, այսինքն մեկը մյուսին պետքա ճնշեր, հետո մյուսը դառնում էր ստարիկ, ճնշում էր մալադոյին, այս կամ բանտերում է այդ նույն ձևը, հասկանում եք, այդ ռուսասովետական, բոլշևիկյան, սենց ասեմ, ռուսականներ չի, ռուսական մշակույթը շատ բարձր է, բայց իրանք մնացել են այդ բոլշևիկյան ճնշման վրա հիմնված հարաբերություններով, որ մեկը մյուսին պետք է ճնշի։ Հենա, այդ Տաշիր Սամոն եկավ, ինչ ասեց, թքած ունեմ հեծի վրա, դուք էլ ձեր բանը, ինչ որ հասկանում եք, այդ առոգանտ, տեսեք չի էլ կարում խոսա բանում, ուղիղ եթեր կամ արհեստական բանականությամբ չէ դիմում ժողովրդին, դա խայտառակություն է, որտեղ ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն գիտի։ Մարդը ոչ չգիտի լեզուներ, դա ինչ ասեմ կներեք, բայց մարդը կենթանուց տարբերվում է խոսելու բառերով եւ ձիրքով եւ պաշարով խոսքերի։ Եթե չունի այդ պաշարը, ուզում է ղեկավարի Հայաստանը, որ նորից դեգրադացվի, ավելի դեգրադացվի, քան կար։
մինչև հեղափոխությունը։ Եվ ես ուզում եմ նշեմ, հայ ժողովուրդը արդեն իր ընտրությունը կատարել է եւ հետ չի գնալու, որովհետեւ մենք մի անգամ մերժել ենք Սերժին 18 թվականին։ Սերժին մերժել դա չի նշանակում Սերժ Սարգսյան։ Սերժին մերժել նշանակում է համակարգ մերժել։ Այդ սովետա բոլշևիկյան համակարգը, թալանի համակարգը, կոռուպցիայի համակարգը, մենք մի անգամ արդեն ասել ենք ոչ։ Մենք պետություն ենք, այսօր Նիկոլ Փաշինյանը հենց դա էլ ասում է, մենք պետություն ենք եւ պիտի պետության հետ հաշվի նստեք։ Եվ թույլ չի տալիս, ոչ տեսեք Լուկաշենկոին ինչ օրը գցեց։ Արգելեց, ասենք, դիվանագիտական հարաբերությունները Բելարուսի հետ եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը ժողովուրդը տեսնում է եւ 21-րդ դարում շատ դժվար է բան անել, ժողովրդին կուրացնել, մանիպուլացնել, կուրացնել, մոռացնել տալ, չէ՞, մենք բոլորս հիշում ենք այդ ամեն ինչը։ Այսինքն հետադարձ չի լինելու։ Հիմա եկել են Էներ գիտեք ինչ են եկել, ոչ Տաշիր Սամոյին է պետք, ոչ այդ Գագոյին է պետք, ոչ էլ Քոչարյանին է պետք։ Իրանք պարտավորվածություններ ունեն Մոսկվայի առաջ։ Մոսկվան ասում է ուրա պիրոտ, նրանք էլ գնում են մեջտեղ։ Գիտեն, որ պետքա ջախջախվեն։ Բայց մի կողմից էլ եթե չանեն սա, Ռուսաստանը կճնշի եւ իրանք էլ գիտեն, որ այս մյուս ընտրություններից հետո բոլորը պատասխան են տալու իրենց թալանի համար, այսինքն իրանք վախենում են կորցնել Հայաստանում, իրենց ունեցվածքը կորցնել Ռուսաստանում, իրենց կորցված այսինքն ապօրինի գույքի վերադարձի այդ օրենքը որոշի մեջ է մտան։ Այդ մարդիկ գիտեք ինչ հանցագործությունների են գնացել։ Մարդիկ են ճնշել, մարդիկ են սպանել, որպեսզի հարստանան։ Հիմա այդքան բան են արել, չարչարվել են, ասենց ասեմ, ճակերտներում։ Հիմա այդ ունեցվածքը պետքա գնա իրանց ձեռքից։ Այսինքն իրանք կենաց մահու պատերազմ պետքա տան իմ պետության դեմ, մեր պետության դեմ, հասկանում եք։ Էսա մի քիչ ողբերգականը, որ իրանք դուրս են եկել ոչ թե քաղաքական պայքարի, այլ սեփական ունեցվածքը պահպանելու պայքարի մեջ են մտնում։ Եվ պարոն Ավետիս, Վլադիմիր Պուտինի այդ հայտնի հայտարարությունը արդյոք միջամտություն չէ այլ երկրի գործերին եւ այդ կերպ Վլադիմիր Պուտինը այսպես օգնության ձեռք մեկնեց այն ուժերին, որոնց մասին ինքը խոսում էր, ռուսամետ ուժեր ասելով։ Այդ ուժերին օգնեց, թե հակառակը խանգարեց եւ նորմալ է մտնել քաղաքական պայքարի մեջ, այսպես ներկայացնել Հայաստան պետությունը, Հայաստանի շահերը եւ լինել ռուսամետ։ Գիտեք, ինձ թվում է Պուտինը ծերացել է եւ չի տիրապետում իրավիճակին։ Եվ գոնե մի քիչ պետքա խորամանկություն ունենար եւ նման ձևով չներկայացներ իր զինակիցներին, ասենց ասեմ, իր շահերի պաշտպաններին։ Ինքը կոնկրետ ասեց, սրանք իմ ոչ թե Հայաստանի շահերն են ներկայացնելու, այլ Ռուսաստանի շահերը ներկայացնելու։ Եվ ոչ ոք նման բան չի ասում։ Օրինակ արևմտամետ բաները, չէ՞, իրանք Հայաստանի համար են արևմտամետ։ Այսինքն ոչ թե ներկայացնում են արևմուտքը, պրո-արևմտյան չեն, այսինքն դա զարգացման ճանապարհ է արևմուտքը, ոչ թե։ Այսինքն իրենք Հայաստանի զարգացումն են տեսնում արևմուտքի հետ։ Այո, եվրոպական ուժերը Հայաստանի զարգացման համար են պայքարում։ Այս ռուսական բանը, չէ՞, պայքարում են, որպեսզի մնան ստրուկ, հասկանում եք։ Եվ իր տիրոջը բանի Պուտինին փառաբանեն։ Պուտինին շատ կարճ ժամանակ է մնացել ապրելու։ Դա արդեն ամեն մարդ հասնում է իր հիմա Պուտինը ինչ որ արեց իր սև գործերով ամեն դեպքում շատ քիչ ժամանակ է մնա։ Հիմա գնում եք ծառայեք Պուտինին, Պուտինյան Ռուսաստան, որը որ մերժված է ամբողջ աշխարհի կողմից։ Ոչ մի դիվանագիտական հարաբերություն չունի Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ չունի։ Բիզնեսները կանգնած, ինտերնետը կանգնած, տոտալ մի հատ համակարգ են սարքել։ Ուզում եք մտնցնեք Հայաստան այնտեղ, որ ինչ լինի։ Հայաստանը հրաշալի զարգանում է այս պահին։ Եվ եթե սենց շարունակվի իհարկե սենց, Հայաստանը շատ կարճ ժամանակում կդառնա առաջատար շատ-շատերից։ Ամեն դեպքում այս տարածաշրջանում, բայց Հայաստանը կդառնա շատ կարևոր պետություն
եւ աշխարհի մեծերը այսօր արդեն հաշվի են անցնում Հայաստանի հետ։ Այսինքն այս ամեն ինչը կորցնենք, գնանք դառնանք Կալուգայի ինչ որ մի հատ բան հատված, չէ։ Եվ Նարեկ Կարապետյանը հանրայինի տաղավարում ոչ խոստովանեց, ոչ էլ հերքեց, որ իրենք ռուսամետ են կամ ռուսական շահերն են հետապնդում, բայց հայտնի մանիպուլյացիան կրկին հիշեց, որ այս իշխանություններն էլ դե բնականաբար Թուրքիայի հետ են համագործակցում։ Թուրքիայի արտգործնախարարը ասում է բանը, ողջունում էր Նիկոլ Փաշինյանին, այնինչ Թուրքիայի արտգործնախարարը ընդհանրապես ողջունում էր խաղաղության գործընթացը։ Այս մանիպուլյացիաները, որովհետև իրանք սովոր չեն պետություն ունենալու եւ պետության անունից ելույթներ ունենալու։ Հայաստան, Թուրքիան դա երկու պետություններ են։ Եվ իրանք որպես պետական այրեր իրանք պարտավոր են ունենալ լավ հարաբերություն մանավանդ հարևանների հետ, բայց ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ աշխարհի հետ լավ հարաբերություններ ունի, անգամ Պուտինի մոտ է գնում, հետո գնում է Տրամփի մոտ, հետո գնում է Մակրոնի մոտ, այսինքն այս է ֆենոմենը, այս է քաղաքական գործիչը, հասկանում եք, քաղաքական գործիչը նա է, ով կարգավորում է միջազգային հարաբերությունները, որ քեզ հետ հաշվի են նստում, քեզ կանչում են ամենակարևոր, տեսեք, բան տվեցին, չէ, խաղաղության մրցանակ տվեցին, այսինքն ամբողջ աշխարհը հաշվի է սկսել նստել այս մարդու հետ, այդ ֆենոմենի հետ, ինքը էլի եմ կրկնում, որ Պուտինը չի հասկանում, ոնց կարող ես մեզ հետ էլ շփվես, նրանց հետ էլ շփվես։ Պարզվում է կարելի է, այս է նորարարությունն է այսօրվա քաղաքականության, այսինքն ոչ թե ատելության վրա հիմնված, եթե չանես ես քեզ կպատժեմ, ոնց որ ասեց մեզ, այ գազը կբարձրացնեմ, բան, այդ ինչ ասեմ, մանկական բաներ են, էլի տղայական պահվածքներ են, որը քաղաքականության մեջ չկա, գոյություն չունի։ Դրա համար ասում եմ ձեզ, էլի եմ կրկնում, որ Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը հենց դրանում է, որ ինքը կարողանում է պահել իրավիճակը, եւ մենք տեսնում ենք, այսօր խաղաղության մեջ ենք ապրում, արդեն քանի տարի է։ Եվ իսկ մեզ հակառակ, այս մեր ամբողջ աշխարհը խառնվել է իրար, Ամերիկան, Իսրայելը, Բեյրութը, Իրանը, մի խոսքով, ամենուր քաղաքներ են քանդվում, իսկ մեր քաղաքը կառուցվում է, այդ ոնց, այդ մարդու շնորհիվ։ Քաղաքական հանրային այսպես դաշտում մի մաս կա, այդ նաև ուժեղները պնդում են, որ Ադրբեջանի հետ պետք չէ գնալ ուղիղ երկխոսության, Ադրբեջանի հետ պետք է ունենալ երկխոսելու համար պետք է ունենալ երաշխավոր, պետք է ունենալ միջնորդ, երբեմն անգամ թարգմանիչ, բայց ամեն դեպքում ուղիղ պետք չէ գնալ ադրբեջանցիների հետ խոսել։ Հիմա կարևոր է հարևանների հետ ուղիղ հարաբերվել, ուղիղ խոսել, թե այնուամենայնիվ պետք է ունենալ երաշխավոր, միջնորդ, երբեմն թարգմանիչ։ Տեսեք, մենք երկար տարիներ միջնորդների միջոցով այդ Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա, չէ՞, այդ միջնորդների միջոցով փորձում ենք շփվել Ադրբեջանի հետ։ Տեսակ ինչ եղավ այդ միջնորդները ոնց միջնորդեցին։ Բոլորն էլ թույլ տվեցին, որպեսզի Արցախը ուժով անցնի Ադրբեջանին։ Ռուսաստանը առաջինը։ Այդ բաները մեր Արցախի ղեկավարները, որ բանտարկվեցին, այդ կոնկրետ Ռուսաստանը հանձնեց Ադրբեջանին, չգիտեմ փողով, թե պայմանավորվածությամբ, բայց խաղաղապահների պատասխանատվությունն էր, որպեսզի հայերը, եթե բան են անում, լքում են Արցախը, իրանք պետքա ռուսական զորքի ուղեկցությամբ հանգիստ անցնեին Հայաստանի տարածքը։ Բայց կոնկրետ արդեն պայմանավորվածություններ եղան, որ այդ մարդկանց պետքա ձերբակալեն։ Այսինքն սա ռուսներն են հանձնել։ Ոչ թե պատերազմի ժամանակ, ոնց որ, չգիտեմ, Վարդան Մամիկոնյանի պատերազմն էր, պատերազմի դաշտում ձերբակալվեց, ասենք, բանը, ասենք հենց Վարդան Մամիկոնյանը կամ Վարդան Մամիկոնյանի որդին։ Չէ, այդպես պատերազմ չի եղել։ Իրանց հանձնել են։ Հիմա պետքա այդ ինչա Քոչարյանը կամ Տաշիր Սամոն կամ մյուսները գնան Ռուսաստան, իրանց ընկերն է, չէ, իրանց բանն է, առաջնորդն է, ասեն դե բանը, ոնց որ տվել ես, նենց էլ հետ տուր բանը, այդ բանտարկվածներին, որտեղ ինքն է հանձնել, ոչ թե Ադրբեջանը մտել ձերբակալել է այդ մարդկանց, ինքը կոնկրետ հանձնել է։ Եվ այսօր կներեք բանը Նիկոլ Փաշինյանը
Դրա համար մենք բոլորս հիասթափվեցինք ռուսներից, այնպես չի որ ժամանակին հիացած ենք, բայց ամեն դեպքում դեռ վստահում էինք Ռուսաստանին։ Հենց Արցախը ինքը վստահում էր ոչ ավելի շատ Ռուսաստանին, քան Հայաստանին։ Եվ տեսանք ինչ եղավ այդ վստահությունը։ Հիմա ասում եք բան այդ գարանտ, չէ՞, ոնց ասեցիք։ Երաշխավոր։ Հիմա երաշխավորը այն նույն երաշխավորին գիտեք ինչ, մի քիչ ծիծաղելի է նույնիսկ, որ ասենք ոչխարը կարա բանանի վստահի այն երաշխավորին, որը տանում է իրան սպանդանոց։ Բայց մենք ոչխար չենք այլևս։ Ոչխարի պես ապրել ենք, պահել են մեզ, ասել են թուրքերի հետ վախեցեք, թուրքերից, թե չէ կգան ձեզ կմորթեն։ Այդ սա բան է, ռուսական բաներն են, նշանաբաններն են, որպեսզի մենք ուղիղ կապի մեջ չմտնենք ոչ Թուրքիայի հետ, ոչ Ադրբեջանի հետ, ոչ էլ սկի Վրաստանի հետ։ Իրանց ձեռնտու է, որ ստեղ թշնամական պետություն լինի, որը կղեկավարվի Մոսկվայից։ Եվ պատահական էր արդյոք պարոն Ավետիս, որ լղոզելով որոշակի իրականությունը Վլադիմիր Պուտինը խոսեց նաև Ղարաբաղի մասին, եւ հայտնի ուժերը, գիտեք, երբ վարչապետը հայտարարում է, որ նրանք պատերազմի ուժեր են եւ գալով պատերազմ են բերելու, ասում են, որ դա մանիպուլյացիա է, շանտաժ է նախընտրական, բայց ուժեղ Հայաստանի պաշտպանության նախարարի տեխնացու Արթուր Ավանեսյանը, որը Կանդազ անունով է հայտնի, հայտարարում է. Ղարաբաղի էջը փակվելու է այն ժամանակ, երբ Ղարաբաղը կվերադարձնենք։ Ինչ է սա, եթե ոչ ուղիղ պատերազմի անոս։ Ես ասեցի, Ղարաբաղը վերադարձնելու մի ձև կա։ Գնացեք Պուտինին համոզեք, չգիտեմ, ձեր փողերը տվեք Պուտինին, կաշառեք, բայց պատերազմով դու չես կարա վերցնել։ Գազի գնով, սոված մնալով, չգիտեմ, սեզոնային աշխատողներին այսպես որոշակիորեն սպառնալով, այլևս հնարավոր է մեզ վախեցնել, պարոն Ավետիս, թե անցել են այդ ժամանակները եւ արդյոք գազի էժան գինը, որի շատ հաճախ շահարկվում է, էժան վճարելով շատ ավելի թանկ չենք վճարում պետություն ունենալ չունենալու իմաստով։ Դե գիտեք, ով է շանտաժի, օրինակ, ես հիշում եմ Պուտինը Եվրոպայիներ էր ասում, այս ձմեր կսառեք բոլորդ։ Այդ շանտաժի ձևն իրանք ուրիշ լեզու չգիտեն։ Ինչ առաջարկեն, ինչ ասեն, ոնց ասեն։ Ես ձեզ ասեցի, այդ բանն է, այդ սովետական մտածելակերպն է, տերորի միջոցով պահել հավատարմություն, չէ, հավատարմությունը վստահության վրա է առաջանում, ոչ թե տերորի, անգամ ամուսինը կնոջը չի կարա տերորի միջոցով պահել, ուշ թե շուտ այդ քանդվում է այդ բան, դրա համար Ռուսաստանը քանդվում է, դրա համար սովետական միությունը քանդվեց, որովհետև այդ էր մոտեցումը, ոչ թե պետական մոտեցում, ոչ թե հարգանք, այլ դու իմն ես։ Հիշում եք տիրոջ կարգավիճակից է։ Հիշում եք բանը, Պուտինը տենց մի հատ թվավոր խոսքել ասեց, նравится, терпи моя красавица։ Այս է իրանց սկզբունքը։ Այսինքն այս մարդկանց հետ ինչ խոսած։ Ու այդ ձևի մարդու հետ Նիկոլ Փաշինյանը հրաշալի խոսեց։ Ես հիշում եմ Սաակաշվիլին մի անգամ պատմեց հանդիպումը բանի հետ, Պուտինի հետ, ասում առանձնացանք սենյակում, երբ որ ինչ-որ բան դուրս չեկավ իրար, այդ Պուտինին, ասում ասենց ձերը գցեց, ոտս ճմկտեց, ասում բայց անես ճմկտեց, որ չէի դիմանում ցավից։ Այս են սրանք, հասկանում եք։ Սրանց հետ եթե այսքան կարողացավ շփվել եւ այս ձևով կարողացավ շփվել Նիկոլ Փաշինյանը, ուրեմն դա ֆենոմեն է։ Եվ վերջում անդրադառնանք նաև մեկ այլ կարևոր գործոնի, հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործոնին կամ առնվազն եկեղեցու վերնախավին։ Գիտեք, որ քաղաքացիական պայմանագիրը իր նախընտրական ծրագրում ամրագրել է նաև հայտնի պահանջը կամ ծրագիրը, որի մասին տևական ժամանակ է խոսվում, այն է եկեղեցու բարենորոգման մասին հայտնի ծրագիրը եւ Մայրաթորից հայտարարեցին, որ սա հակասահմանադրական է եւ եւս մեկ անգամ ապացուցում է այս իշխանությունների, այսպես ասած, մոտեցումը եկեղեցու նկատմամբ, որ սա հարձակում է, Մայրաթորին դեռ կանդրադառնանք, նրանց արձագանքներին կանդրադառնանք, բայց որոշ սպասավորներ, որոշ հոգևորականներ ավելի հեռուն են գնացել, անցել են անեծքի լեզվին, հայտարարում են, որ ովքեր ընտրեն քաղաքացիական պայմանագրին, ազգի անեծքը թափվելու է նրանց գլխին։ Հասկանանք, թե սա ինչ մոտեցում է, պարոն Ավետիս, երբ հոգևորականները անցել են սպառնալիքի, հոգևորականները անցել են անեծքի լեզվով խոսելու, բոլորի մասին չէ խոսքը իհարկե, բայց նրանցից որոշները հոգևորականը սեր եւ խաղաղություն պիտի տարածի։ Ես ձեզ
մի փոքրիկ պատմություն պատմեմ, որ պատահեց հենց ինձ հետ։ Մի հաղորդման էի հրավիրված, այդ հաղորդման ժամանակ նաև պիտի խոսեր մի հոգևորական։ Այս հոգևորականը հրաժարվեց հաղորդման մասնակցելու, որովհետև ինձ հետ չէր ուզում նույն հաղորդմանը մասնակցել։ Ես իրան ասեցի, որ ախր դուք հոգևորական եք, հենց դուք պետք է փնտրեք երկխոսություն, խաղաղություն, ինչ ասում դու ին հորը բան ես արել, վիրավորել ես։ Լսե, ես ինչ բան է, ասենք փողոցային խոսակցություն, հասկանում եք։ Ես չեմ Այս ենք ուզում փոխենք, որ հոգևորական լինի եւ հոգևորականը չծառայի KGB-ին։ Այսինքն այդ մշակույթը, նայեք, մեր եկեղեցին տասնամյակներ ծառայել է Մոսկվային։ Այսինքն ամբողջ տեղեկությունը, տեսեք, որ ասում են, բայ ինչ կա դրա մեջ, որ եզրասը KGB-շնիկ է։ Ոնց թե ինչ կա։ Ամբողջ մեր իսկ եկեղեցին գիտի ամեն ինչ, ամեն ոգու մասին, ամեն հոգու մասին։ Հա, ինձ այն օրը ասում են, դե էլի մի քահանա պատմում, ասում է, դե մենք տանում ենք գաղտնի տեղեկություններ արտասահման, ընդեղից բերում ենք, բա մենք ենք, բա ով տյաներ, բա ասենց ասում եմ, դե ուրեմն դուք հենց բան եք անում, չէ՞։ Խոստովանում եք, որ ծառայել եք ոչ թե Հայաստանին, այլ Կրեմլին։ Կրեմլի գաղտնի գործակալներ եք դուք, շպիոններ եք, սենց ասեցի իրանց։ Մի խոսքով, այս եկեղեցականները, ես տեսնում եմ, որ իրանք կապ չունեն հավատքի հետ, հա, կապ ունեն եկեղեցու դրվածքի հետ, այդ սենց պիրամիդա կա, չէ, բանա, այդ բուրգի գլխին նստած բանը, KGB-ի գեներալը, Կտրիչ Ներսիսյանը, հա, եւ ինքը դա իշխանություն է իր համար, քաղաքական իշխանությունը, ինքը երթվել է ոչ թե հայ ժողովրդի առաջ, այլ երթվել է Կրեմլի կամ KGB-ի ինչ-որ մի գեներալի առաջ։ Եվ ինքը պարտավոր է տենց անել, հասկանում եք։ Եվ այս չարությունը, որ մտցնում են եկեղեցականը չի կարող մերժել Վիգենին, մերժել Աշոտին, Արմանին, չգիտեմ։ Նա եկեղեցական իրական հոգևորականը պարտավոր է լինել բարձրագույն արժեքներ կրող։ Եվ իմ մեղքերին քավություն տվող պետք է լինի, ոչ թե ես պետք է իրանց մեղքերին քավություն տամ, ոնց որ հիմա անում եմ, որտեղ իրանք պետք է մաքրվեն, այո։ Իրանց մեջից պետք է հանեն այդ KGB-շնիկի սովետական միլիցու, քննիչի, ես մի անգամ հանդիպել եմ բանի հետ, այդ Մկրտիչ, ինչ աներ, չեմ հիշում, բան, Արագածոտնի թեմի առաջնորդից, լսեք, ինձ տպավորություն ստացավ, ոնց որ ոստիկանությունում լինեմ, այլ ոչ թե քահանայի հետ եմ զրուցում։ Այսինքն, այս պահվածքը, այդ ամենաթողությունը եկեղեցուց պետք է այո արմատախիլ անել։ Եվ Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ նաև այս գործն է անում։ Ինքը անում է մի գործ, որը որ ինչ ասեմ, 1000 տարի էր պետք, որպեսզի մենք մաքրվենք մեր գործած հին մեղքերից, նորանանք եւ դառնանք պետություն։ Ինքը այս 10 տարվա ընթացքում կարողացավ 1000 տարվա գործ անել։ Եվ վերջում պարոն Ավետիս, ինչի մասին են լինելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ այսքան մեծ սևեռվածությունը ու ուշադրությունը այս տարվա ընտրություններին ինչի մասին է վկայում։ Ինչի մասին է, հենց դրա մասին է, որ այս վերջի պայքարն է մեր պետություն դառնալու, կամ կդառնանք պետություն, տես Նիկոլ Փաշինյանը ասում է կամ եթե չէ պատերազմ կլինի։ Այդ պատերազմը բան է, պատկերավոր արտահայտություն է։ Պատերազմ նշանակում է մենք կկորցնենք մեր պետությունը, այո։ Հա, որովհետև այս մարդիկ պետք է մտցնեն մեզ նորից այնտեղ, որտեղից հազիվ դուրս ենք եկել 18 թվականին, էլ հայ ժողովուրդն է դուրս եկել։ Նիկոլ Փաշինյանը առաջնորդեց այն, ինչ որ հայ արդեն այստեղն էր հասել։ Մերժիր Սերժին այս բանը, այդ մենք ենք մերժել, այդ Նիկոլը չի մերժել, հա, Նիկոլը հետո առաջնորդ դարձավ, բայց մերժողը հայ ժողովուրդն է եղել։ Ինչ ենք մերժել։ Մերժել ենք այդ բոլշևիկյան մոտեցումը կյանքին։ Ուզում ենք ազատ ապրենք, հանգիստ ապրենք եւ շփվենք մեր հարևանների հետ ոնց կուզենք, առանց որևիցե կոնտրոլի Մոսկվայից։ Հասկանում եք, ուզում ենք ազատ եւ գեղեցիկ պետության մեջ ապրենք եւ դա ստացվում է մեզ մոտ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ավետիս։
Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն էր, կհանդիպենք։